Խաղաղությունը հաստատված է, մենք արդեն քիչ առաջ նաև տնտեսական իմաստով, նաև զոհերի իմաստով, ընդհանուր խաղաղության իմաստով մենք արդեն վայելում ենք խաղաղության պտուղները, բայց եւ սրա մասին անընդհատ ասվում է, ես նորից չեմ հասկանում ինչի է այդքան բարձ չի, բայց այդ խաղաղությունը նորածին երեխու պես է, իրան պետքա հոգ տանենք, իրան պետքա խնամենք, հələ կլինեն իներցիոն բաներ, այն կողմից էլ կլինեն, մեր կողմից էլ կլինեն, բայց նաև սրա չտեսնել, որ իրանց քաղաքասարակության ներկայացուցիչներն են այցելում Հայաստան, մեր քաղաքասարակության ներկայացուցիչներն եւ փորձագետներ այցելում Ադրբեջան, մեր փոխվարչապետը գնաց, իրանց փոխվարչապետը եկավ, նա այնքան միջազգային հարթությունը որ վերցնենք, այնքան հայտարարություններ կար, որ հիմա իրար դեմ պետք է արած լինենք, ոչ մենք ենք արել, ոչ իրանք են արել։ Միրզոյանը նաև հայտարարել է, որ արդեն հնարավոր է Թուրքիայից ապրանքներ ներմուծել Հայաստան ուղիղ մաքսային ձևակերպմամբ։ Նրա խոսքով բեռները դեռևս Հայաստան կհասնեն Վրաստանի տարածքով տարանցմամբ, սակայն այս քայլը կարող է ազդեցություն ունենալ ապրանքների գների վրա։ Նախարարն ընդգծել է, որ վերջնական նպատակը Թուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Ցանկացած մարդ, որը նախկինում ենթադրենք ինչ որ մի բան ներմուծում էր Թուրքիայից, հիմա կարող է ներմուծել ուղիղ Հայաստան, ֆիզիկապես, այսի մաքսային առումով ուղիղ, սահմանը ֆիզիկապես, գիտեք, շարունակում է դեռ փակ մնալ, բայց այդ ուղղությամբ են գնում եւ ես վստահ եմ առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի եւ ուղիղ արդեն բարի ուղիղ իմաստ